Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Ստրասբուրգում մեկնարկել էր Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ծավալուն ելույթում խոսել է 2018 թվականի Թավշյա հեղափոխության, դրանից հետո մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, ժողովրդավարության արժեքների պահպանման, 44-օրյա պատերազմի հետևանքների, ներքին ու արտաքին ձեռքբերումների ու այլ կարևոր թեմաների վերաբերյալ։ Վարչապետի ելույթի ուշագրավ մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգարժան նախագահ, հարգարժան գլխավոր քարտուղար, հարգարժան ներկաներ։ Ես ինձ հետ ԵԽԽՎ եմ բերել թե հաջողությունների, թե անհաջողությունների պատմություններ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակներին Հայաստան պետության հաջողությունները ներկայացնելիս երկրի ղեկավարը նախ եւ առաջ կարևորեց 2018 թվականից ի վեր մեր երկրում անցկացված համապետական եւ ՏԻՄ ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացումը, ինչը ըստ Հայաստանի վարչապետի ժողովրդավարության ուղին բռնելու կարևորագույն ցուցիչներից է։ Իշխանությունը Հայաստանում որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել։ 2018 եւ 2021 թվականների համապետական խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, ինչը ըստ էության մեր պատմության մեջ աննախադեպ էր։ ՏԻՄ որևէ ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել։ Մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն ըստ էության անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ։ Հենց ժողովրդավարությունն է երկրների անկախության եւ պետականության պահպանման հիմքը։ Շարունակելով իր ելույթը շեշտեց վարչապետը, ում գնահատմամբ հատկապես Հայաստանի դեպքում 44-օրյա պատերազմից հետո ժողովրդավարական արժեքների դեմ տարատեսակ հարձակումներն ու հիբրիդային պատերազմները դարձել են լուրջ մարտահրավեր։ Իհեճուկս այս ամենի ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է։ Եվ խոսքն այս դեպքում ոչ թե կառավարության, ոչ թե կառավարող մեծամասնության, ոչ թե քաղաքացիական հասարակության, այլ ժողովրդի մասին է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Փաշինյանը վերահաստատեց, իշխանությունը այսօր պատկանում է ժողովրդին եւ հենց ժողովուրդն էլ 2021 թվականի արտահերթ ընտրություններում իր քվեն կրկին վստահել է Հայաստանի այժմյան կառավարությանը, միաժամանակ պատվիրակելով երկրին խաղաղություն բերել 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո։ Ժողովրդի այդ պատգամը մենք արձանագրեցինք Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորություն։ Հենց այսպես էլ կառավարության ծրագրում գրված է։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Չեմ կարող ասել, որ դա միայն Հայաստանի կառավարության եւ Հայաստանի ժողովրդի ձեռքբերումն է։ Դա նույնքան Ադրբեջանի կառավարության եւ Ադրբեջանի ժողովրդի ձեռքբերումն է։ Եթե այսպես չլիներ, խաղաղություն չէր լինի։ Սա նույնքան էլ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ձեռքբերումն է։ Խաղաղության օրակարգից չշեղվելու Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունն էլ ըստ Նիկոլ Փաշինյանի դե յուրե ամրագրվել է այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ստորագրած եռակողմ հռչակագրով։ Նախագահ Թրամփը որպես վկա նույնպես ստորագրեց այդ հռչակագիրը։ Նախագահ Թրամփի, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը։ Սա պատմական իրադարձություն է, որ խաղաղություն բերեց մեր երկրին, մեր երկրներին, բայց ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, խաղաղությունը արձակուրդ կամ հանգիստ չէ, խաղաղությունը ամենօրյա աշխատանք է, խաղաղությունը նորածին երեխային նման ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ։ Մեր նորածին խաղաղությունը այսօր արդեն 1 ամիս 22 օրական է, եւ խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա
եւ իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։ Այս համատեքստում վարչապետը ԵԽԽՎ ամբիոնից կրկին անդրադարձավ նաև գերիների վերադարձի եւ անհետ կորած անձանց ճակատագրի խնդրին։ Սա համարելով ոչ միայն Ադրբեջանին հասցեագրված պահանջ, այլև համաժողովրդական հումանիզմի առջև ծառացած կարևորագույն թեմա։ Իր ելույթում Փաշինյանն այնուհետև շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության պահից ի վեր մեր երկրին կառույցի ցուցաբերած աջակցության համար։ Ուրախ եմ հեղափոխությունից ավելի քան 7 տարի անց ԵԽ խորհրդարանական վեաժողովի այս ամբիոնից ասել, որ Հայաստանը այսօր համեստ, բայց ամուր տեղ է զբաղեցնում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում։ Բայց սա որքան մեր Հայաստանի ժողովրդի եւ ժողովրդավարության համար սկզբունքային պայքար մղած ուժերի, նույնքան էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի, Վենետիկի հանձնաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի մյուս կառույցների ձեռքբերումն եմ համարում։ Հեղափոխության եւ ժողովրդավարության արժեքների մասին խոսելիս Հայաստանի կառավարության ղեկավարը կարևորեց նաև սոցիալ-տնտեսական ցուցանիշները, ընդգծելով. 2018 թվականից ի վեր Հայաստանի տնտեսությունը աճել է շուրջ 43%-ով։ Երկրի պետական բյուջեի հարկային եկամուտները ավելի քան կրկնապատկվել են։ Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 2018 թվականի համեմատ ավելի քան 40 կետով առաջընթաց է ապահովել։ Բայց հիմա արդեն այս ամենից մեր բերկրանքը ըստ էության պարպվել է, որովհետև նշածս ընդամենը եկել է հիմնավորելու, որ հնարավոր է ավելին, եւ մենք պիտի ձգտենք ավելիին։ Ու սրա համար ահռելի մեծ աշխատանք կա անելու, անկախ դատական համակարգը կայացնելու, հակակոռուպցիոն ամբողջական եւ վստահելի համակարգ ներդնելու, ժողովրդավարությունը թիրախավորող հիբրիդային հարձակումներին դիմակայելու, օրենքի եւ իրավունքի գերակայությունը արմատավորելու, մարդու իրավունքների պաշտպանությունը ուժեղացնելու, պետության նկատմամբ մարդկանց վստահությունը մեծացնելու ուղղությամբ։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում իր ունեցած ծավալուն ելույթը վարչապետը եզրափակեց պաշտոնական Երևանի աներկբա որոշման վերահաստատմամբ։ Այն է, Հայաստանը շարունակելու է գնալ ժողովրդավարության զարգացման ճանապարհով, վստահ լինելով, որ այս ճանապարհին կլինի նաև Եվրոպայի խորհրդի եւ նրա կառույցների ամուր աջակցությունը։ Ելույթից հետո Հայաստանի ղեկավարը պատասխանել է նաև օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների հարցերին։ Նա շատ կոշտ է արձագանքել հատկապես բրիտանացի падգամավորի այն հարցին, որը ձևակերպելիս պատվիրակը կիրառել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք խոսույթը, իբրև հղում անելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին։ Փաշինյանը շեշտել է հիշատակվող փաստաթղթում նման եզրույթ գոյություն չունի, դա պատմական փաստի ակնհայտ խեղաթյուրում է։ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերը իրենք ծավալուն չեն։ Եվ այնտեղ ընդունված փաստաթղթերը եւ հռչակագիրը ընդամենը 1 էջ է 5 կետերով։ Եվ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տարբերակը նույնպես ծավալուն չէ, եւ ես կխնդրեի բոլոր այն գործընկերներին, ովքեր հետաքրքրված են թեմայով կամ առավել եւս պատրաստվում են հրապարակային խոսել այդ թեմայով, բացարձակապես դժվար չի այդ 1 էջանոց պլյուս մի քանի էջ փաստաթուղթը կարդալ։ Իսկ ինչ կիմանանք մենք այդ փաստաթուղթը ընթերցելուց։ Կիմանանք, որ ձեր նշած խոսույթը ընդհանրապես գոյություն չունի եւ բացակա է այդ փաստաթղթերում։ Տեսեք, ես էլի ուզում եմ ընդգծել, դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Եվ ես ասում եմ, ես վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից նույնպես ստիպված եղա անդրադառնալ այս խնդրին, որովհետեւ տեսեք, ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում։ Այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ բառապաշարի օգտագործումը։
լեգիտիմ համաձայնեցված բառապաշարի օգտագործումը։ Ես ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցա եւ արձանագրեցի, ընդ որում նույնը կարող եմ ասել այսօրվա ելույթի մասին եւ արձանագրեցի, որ իմ ելույթի մեջ չկա մի բառ, մի արտահայտություն, որի ծագումնաբանությունը ես չեմ կարող ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից։ Հետևաբար նրանք, ովքեր օգտագործում են Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, ըստ էության եւ իմիջիալոց ես նաեւ դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեւ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ Դա արդեն իսկ ձեռբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է եւ կներեք, ես չգիտեմ, ինձ շատ հետաքրքիր է, դուք որտեղից գիտեք այդ արտահայտությունը, որտեղ եք կարդացել, որ Հայաստան-Ադրբեջան, տեսեք, դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել եւ ավելին վնաս է բերում խաղաղության գործընթացին, որովհետեւ ուղիղ կերպով խախտում է պայմանավորվածությունները եւ դուրս է օգտագործվող լեգիտիմ բառապաշարից։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի համատեքստում ԵԽԽՎ պատգամավորներից մեկի հարցինի պատասխան Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի սահմանադրության փոփոխությանը, նշելով, որ սա բացառապես Հայաստանի կառավարության ու Հայաստանի քաղաքացիների ներքին քննարկման հարցն է, այն որևէ կերպ կապ չունի Ադրբեջանի ներկայացրած նմանօրինակ պահանջի ու խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ։ Մենք չենք քննարկում սահմանադրական փոփոխությունների հարցը, որովհետև սահմանադրական փոփոխությունների կարիք խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում չկա, ինչու չկա, մի քանի պատճառներով։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մինչդեռ 2024 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի սահմանադրական դատարանը քննում էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը իդեպ առաջին միջպետական փաստաթուղթն էր երկկողմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Սահմանադրական դատարանը այդ որոշմանը անդրադարձավ խնդրին եւ արձանագրեց, որ Հայաստանի սահմանադրությունում որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Հայաստանը պատրաստ է շարունակել բարեփոխումները նպատակ ունենալով անդամակցել Եվրոպական միությանը, այս մասին հայտարարել է Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումում։ Նրա խոսքով այս գործընթացը հիմնված է ոչ միայն շահերի, այլև ժողովրդավարության, ազատության եւ մարդու իրավունքների վրա։ Միրզոյանը կարևորել է նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կարևորության եւ ԵՄ-ի հետ խորացող գործակցության համար։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումում մասնակցել է Լիսաբոնից Երևան ուրվագծով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, որին մասնակցում էին նաև Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամին Հադադը։ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը Եվրամիության հետ ապագա գործակցության առումով, նաև անդրադարձել է տարածաշրջանային հարցերի։ Խոսելով ԵՄ-ի հետ դիվանագիտական հարաբերություններից, Միրզոյանը նշել է, որ Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր պատրաստ է շարունակելու բարեփոխումները եւ համարժեք քայլեր ձեռնարկելու կառույցին անդամակցելու համար։ Միրզոյանի խոսքով այս ճանապարհը պետք է լինի քաղաքական որոշում, որի շրջանակում ԵՄ գործընկերները պետք է քաղաքական կամք դրսևորեն Հայաստանի առաջընթացին աջակցելու հարցում։ Միրզոյանը նաև բացատրել է, որ Հայաստանի դիրքորոշումը ԵՄ-ին անդամակցելու հարցում կապ չունի միայն տնտեսական կամ ռազմավարական շահերի հետ, այլ կապված է արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանման հետ։ Եթե ԵՄ-ն մեզ ընդունի, մենք բոլորս կշահենք։ Եթե մերժեն մեզ, այնուամենայնիվ, մեր բարեփոխված ինստիտուտները եւ հզորացած ժողովրդավարությունը կշարունակեն զարգանալ։ Նույնիսկ մերժման դեպքում Հայաստանը չի դադարելու կատարել իր բարեփոխումները եւ ներդրումներ անել հանրային ինստիտուտների ամրապնդման մեջ։
Միրզոյանի խոսքով ԵՄ-ի հետ գործընկերությունը լինելու է այն շարժիչ ուժը, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը։ Նա վստահեցրել է, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կնպաստի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանն իր քաղաքականությունը կառուցում է հաշվի առնելով այս գործոնը, ինչը պիտի ընդունվի ոչ միայն Եվրոպայի, այլև մյուս միջազգային խաղացողների կողմից։ Երկաթուղային կապի վերականգնումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Այսպես մենք կստեղծենք նոր տնտեսական կապեր եւ կամրապնդենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Արտաքին գործերի նախարարի խոսքով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում մի նոր դարաշրջանի սկիզբ կդառնա, ինչը մեծ հեռանկարներ կբացի ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ Եվրոպայի համար։ Նա հավելել է, որ երկաթուղային եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումը թույլ կտա ոչ միայն տնտեսական զարգացում ապահովել, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման հիմքեր ստեղծել։ Նաեւ կարևոր է, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը 2026 թվականին տեղի կունենա Հայաստանում։ Այս կարևոր միջոցառման անցկացումը մեր հանրապետությունում եւս մեկ քայլ է դեպի Հայաստանի եվրոպական ապագա։ Կարծում եմ նման միջոցառումները նպաստում են գործակցության ել ավելի խորացմանը։ Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Վրաստանի փորձին, նշելով, որ այն կարևոր դաս էր Հայաստանի համար։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է հասկանա, որ ԵՄ-ին անդամակցության հարցը պետք է լինի քաղաքական որոշում, ոչ թե վարչարարական խաղ։ Նա հավելել է, Վրաստանի օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի մարտահրավերների կարող է հանդիպել երկիրը, երբ քաղաքական կամքն ու որոշումներն ուշանում են։ Հայաստանը չի ընդունում Զանգեզուրի միջանցք եզրույթը եւ հավատարիմ է իր տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ազգային ժողովի ճեպազրույցի ընթացքում ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին եւ խորհրդանական ընդդիմության վարքագծին։ Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, ինչպես եւ Ադրբեջանն է որոշում, թե ինչ անուններ տա իր սուվերեն տարածքում գտնվող քաղաքներին, գյուղերին եւ ճանապարհներին։ Այս մասին ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթին։ Պատգամավորն ընդգծել է, որ տեղանվանման քաղաքականությունը սուվերենության դրսևորում է եւ յուրաքանչյուր պետություն այդ հարցում ունի բացառիկ իրավունք։ Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի։ Հովհաննիսյանը նաև հավելել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից շրջանառվող Զանգեզուրի միջանցք ձևակերպումը որևէ կերպ չի արտացոլվում պաշտոնական փաստաթղթերում ամրագրված ձևակերպումներին։ Նա կրկին շեշտել է, Հայաստանը դեմ է ցանկացած միջանցքային տրամաբանության եւ բոլոր կապուղիները պետք է գործեն Հայաստանի օրենսդրության եւ սուվերենության շրջանակներում։ Նույն թեմային անդրադարձել է նաև ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ հոկտեմբերի 2-ին կայացած Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարների մամուլի ծառայությունները տարածել են նույնական հաղորդագրություններ, որոնք իրենց բովանդակությամբ չեն ներառում միջանցքի եզրույթը։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրին, որը անցնում է Հայաստանի տարածքում։ Ալիևը ասում է թրիպ, ասում է ուղղակի այդ թրիպը անցնելու դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ այլ երկրները ինչպես ցանկանում են թող անվանեն։ Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները, մեր ապաշրջափակման եւ ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիրը կոչվում է Խաղաղության խաչմերուկ, իսկ այն ենթակառուցվածքային ծրագիրը, որը Հայաստանը իրականացնելու է Միացյալ Նահանգների հետ, կոչվում է Թրամփի ուղի հանուն միջազգային զարգացման եւ խաղաղության։ Թրիպ ծրագիրն իրականում ենթադրում է տարածաշրջանային փոխկապակցվածություն, ուղևորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ապահովման համար, սակայն առանց որևէ երկրի տարածքի նկատմամբ հատուկ կարգավիճակ կիրառելու։ Խանդանյանի խոսքով Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է մասնակցելու տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործընթացին, պահպանելով ինքնիշխանության, իրավահավասարության, իրավազորության սկզբունքները։ Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը
հիմնված է խաղաղության օրակարգի վրա։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, որպես Ադրբեջանի կողմից ներկայացվող նախապայման, Խանդանյանը նշել է, որ այս հարցը բացառապես Հայաստանի ներքին օրակարգի մաս է եւ չի կարող վերածվել բանակցային գործոնի։ Սահմանադրության հարցի քննարկումը կամ այդ նախապայմանը նորություն չէ։ Ես զարմանում եմ, որ դուք ասում եք այս հարցը նորություն է, միշտ է այդ հարցը քննարկվել է, միշտ մեր կողմից մեր հստակ դիրքորոշումն արվել է, որ սահմանադրության հարց չկա, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել հիմա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև հոկտեմբերի 2-ին ազգային ժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկմանն ու քվեարկությանը, նշելով անընդունելի էր ընդդիմադիր ուժերի պահվածքը։ Ես նաև պետք է այստեղ չեմ կարող չառանձնացնել, որ երեկվա այդ հայտարարության թե քննարկմանը, թե քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական ընդդիմությունը, եւ խորհրդարանական ընդդիմությունը ըստ էության փախել է դահլիճից դրա նախորդ հարցի քննարկման եւ քվեարկության պահին, իսկ նախորդ հարցը հիշեցնեմ կիբերանվտանգության մասին մայր օրենքն էր, որը ուղիղ կապ ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հետ, ուղիղ կապ ունի եւ ընդդիմությունը հայտարարություն արեց, որ մեր համար չափազանց կարեւոր է այս նախագիծը, մենք պետք է գնանք եւ քննարկենք, գանք եւ մեր դիրքորոշումը արտահայտենք արդեն եւ չվերադարձավ դահլիճ, որպեսզի չմասնակցի, ուրեմն Հայաստանի Հանրապետության համար կարեւորագույն, ուրեմն այս իրադարձության վերաբերյալ հայտարարության, ուրեմն քննարկմանը եւ ըստ էության սա ես ուզեցա ցանկացա պարտադիր շեշտել, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, թե ուրեմն խորհրդարանական ընդդիմությունը նաև ինչ օրակարգերով է առաջնորդվում։ Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից Սարգիս Խանդանյանն էլ ասել է, որ ոչ մի խոչընդոտ չկա հարաբերությունների կարգավորման համար եւ այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Նա նաև անդրադարձել է թուրքական ավիաուղիների Հայաստան մուտք գործելու հնարավորությանը, նշելով, որ երկար տարիներ քաղաքական պատճառներով այս ուղղությամբ քայլեր չեն արվել, սակայն այժմ գործընթացը վերսկսվել է։ Իրականում թուրքական ավիաուղիների մուտքը հայաստանյան շուկա շատ միշտ քննարկվել է։ Տասնյակ տարիներ արդեն կարելի ասել, բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել։ Եթե հիշում եք, հատուկ ներկայացուցիչների վերջի հանդիպման ժամանակ մամուլի հաղորդագրության մեջ կար նաև այդպիսի նշում, որ օդային ավիափոխադրումների ոլորտում պետք է ակտիվացնել համագործակցությունը եւ ահա տեսնում ենք, որ թուրքական ավիաուղիները արդեն հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան։ Չգիտեմ, թե սա երբ կլինի, որովհետև այնտեղ տեխնիկական եւ իրավական հարցեր կան, լիցենզավորման հարցեր կան եւ այլն, բայց այսինքն դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հավելել է, Հայաստանի եւ Թուրքիայի միջև փոխվստահության ամրապնդման նաեւ այլ միջոցառումներ կիրականացվեն։ Հայաստանում կիբերանվտանգությունն ապահովելու խնդիրը օրհասական է ոլորտում առկա խնդիրների ու ժամանակակից հանցագործությունների դեմ պայքարելու համար։ Կառավարությունը առաջարկում է ներդնել միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ, նաեւ ստեղծել հատուկ մարմին։ Օրենքի փոփոխությունների փաթեթը քննարկվել է ազգային ժողովում։ Ազգային անվտանգության սպառնալիքներից մեկի կիբերպաշտպանության ոլորտն ապահովելու համար պետք է ստեղծվի թվային մարմին, որը կկանխի կիբերհարձակումները։ 2 օր է այս թեման ազգային ժողովի նիստերի քննարկման առանցքում է։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կրկին հայտարարեց, այս օրենսդրական փաթեթի նպատակն է ստեղծել տեղեկատվական համակարգերի եւ կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության իրավական շրջանակ։ Այս մարմինը կիբերանվտանգության, պաշտպանության գործառնություններ է ստանձնելու ոչ միայն պետական կառավարման համակարգի, այլ նաև սերտորեն համագործակցելու է մասնավոր հատվածի, մասնավոր այն հատվածի, որը կրիտիկական ենթակառուցվածք է շահագործելու կիբերպաշտպանության, կիբերանվտանգության համար։ Եթե որևէ ընկերություն շահագործում է մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածք կամ կենսական ոլորտում է հանդես գալիս, մենք այս օրենսդրությամբ իմպերատիվ կերպով սահմանում ենք, որ ցանկացած ընկերություն իր ներսում պիտի ներդրում կատարի, եւ խոսքը միայն պետական համակարգի մասին չէ, լինի կոնցեսիոն կառավարմամբ, թե պարզապես որևէ մասնավոր ընկերության 100% բաժնեմասով, եթե դա կրիտիկական ենթակառուցվածք է,
արդեն իսկ կիբերմիջադեպերի պարագայում ռեեստրում համապատասխան գրանցամատյաններում կիբերմիջադեպերը արձանագրելու եւ դրա վարակի տարածումը խոչընդոտելու, չեզակացնելու գործում իհարկե այդ ինքնավար մարմինը լրջագույն անելիք է ունենալու։ Նախարարի խոսքով կիբերպաշտպանության թիմերում պետք է կենտրոնացվեն լրջագույն մասնագետներ եւ փորձագետներ շատ բարձր որակավորմամբ եւ կարողություններով։ Նախատեսվում է նաեւ գործարկել կիբերանվտանգության ծառայությունների համակարգը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Կանխարգելիչ գործողություններ չիրականացնելու պարագայում լրջագույն ռիսկեր են ստեղծվում ամբողջ տնտեսության համար։ Եթե 5 տարի առաջ գլոբալ տնտեսությանը հասցվել է շուրջ $1 տրիլիոն վնաս կիբերհարձակումների հետևանքով, ապա այդ տեմպերն ամեն օր ավելանում են, հասնելով 1.3 տրիլիոնի։ Բաբկեն Թունյանը վստահեցրեց, նոր օրենքը այս թվերը կրճատելու լավագույն միջոցը կդառնա։ Փաթեթի իմաստը այն է, որ երբ մենք գնում ենք թվայնացման ու փորձում ենք մեր քաղաքացիների կյանքը ավելի հարմարավետ դարձնել, գործընթացները ավելի արագացնել, մենք պարտավոր ենք ուղղակի ունենալ կիբերանվտանգության համակարգ։ Ես հիշում եմ քննարկումների ընթացքում, որոնք բավականին երկար ժամանակ է տեղի են ունենում, մի քանի անգամ թե տեղական, թե միջազգային փորձագետների կողմից շեշտվել է, որ եթե մեզ մոտ չկա կիբերանվտանգության որոշակի մինիմալ մակարդակ, ապա թվայնացման գործընթացը խորացնելը կարող է ոչ թե օգուտներ տալ, այլ հակառակը մեծագույն ռիսկեր պարունակել։ Խաչատուր Սուքիասյանն էլ պնդեց, օրենքը շատ կարևոր է եւ անգամ ուշացած։ Հայաստանից հեռացած լավ մասնագետներին անգամ պետք է ներառել գործընթացում, որպեսզի ոչ միայն պետական, այլև Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալները լինեն պաշտպանված։ Այս օրենքը շատ կարևոր օրենք է եւ շատ ուշացած։ Սա պետք է տարիներ առաջ ստեղծած, այս օրենքը պետք է ընդունացնենք, համակարգը պետք է ստեղծվեր, սա պետք է շատ լուրջ համակարգային բնույթ կրի կառավարումը, մասնավոր ու պետական պետք չի առանձնացնել, մենք պետք է ունենանք այդ հարթակը, նախարարության ենթակայության տակ ամենօրյա աշխատանք պետք է կատարվի, որպեսզի գնահատեն Հայաստանի Հանրապետության մասնավոր կառույցների ինչ աստիճան են պաշտպանված կիբերհարձակումներից, պետք է մասնագետները մեր տարբեր նորից կրթություն ստանան, ամեն օր պետք է աշխատեն նոր գործիքների հետ առնչվեն, որովհետև սա ամեն օր փոփոխվող, ամեն օր նոր վտանգներ բերող, նոր գիտություն է, նոր մտքեր, նոր ճկունություն, դրա համար պետք է մեր մասնագետները կարողանան այդ նոր գործիքներին տիրապետեն, կարողանան դրա դեմն առնեն, կարողանան այդքան տեղեկացված լինեն։ Նոր տեղեկատվական համակարգերի կառավարման մարմին ըստ օրենքի փաթեթի կլինի ինքնավար եւ ապա քաղաքականացված։ Կունենա 5 անդամ։ Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին կնշանակի խորհրդարանը։ Պետությունը նաեւ կրթության մեջ ներդրումներ կատարելու հանձնառություն կստանձնի, բարձրացնելու հասարակության շրջանում կիբերգրագիտությունը։ Հայաստանում պաշտոնապես կգործարկվի առողջության համապարփակ ապահովագրության համակարգը։ Նոր համակարգի մանրամասները ու սպասվող փոփոխությունները ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 2026 թվականից Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը։ Այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ բարեփոխման ֆինանսական բաղադրիչն արդեն հաշվարկվել եւ ներառվել է 2026 թվականի պետական բյուջեում։ Մեր այս օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված։ Առաջին փուլում ապահովագրական համակարգում ընդգրկվելու են մինչև 18 տարեկանները, 65 տարին լրացած քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող 18-ից 65 տարեկան անձինք, սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող այն քաղաքացիները, որոնց բալային գնահատականը գերազանցում է 28 միավորը, նաև 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Վերջին 1 տարվա ընթացքում մեր քաղաքացիների կողմից ամենահաճախ տրվող հարցը, պահանջը, կարիքը դա է, որ
երբենք մենք ներառվելու, այսինքն մենք սա եւս գալով ընդառաջ մեր քաղաքացիների, աշխատող քաղաքացիների պահանջին որոշում կայացրեցինք, որ այս սանդղակը կլինի 200,000 դրամից ավել ստացողներին առաջին փուլով կներառենք ապահովագրության շրջանակներում։ Այս անձանց թիվը մոտ 190,000 է եւ այստեղ էլ ուզում եմ ասել, որ սա բավական մեծ խումբ է, որ մենք ներառում ենք հենց առաջին փուլով։ Ընդհանուր առմամբ ըստ նախարարի 2026 թվականի ընթացքում ապահովագրական համակարգում ընդգրկված կլինի ավելի քան 1,600,000 քաղաքացի։ Համակարգում անվճար կներառվեն միայն այն քաղաքացիները, որոնք ռեզիդենտ են, այսինքն Հայաստանում բնակվում են առնվազն 183 օր։ Ապահովագրական փաթեթի առաջին փուլի համար սահմանվել է տարեկան 129,600 դրամ, ներառելով կանխարգելիչ միջոցառումներ, սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում, նաև շտապօգնության ծառայություններ։ Կառավարության որոշմամբ հստակ ծառայությունները ամրագրված են լինելու եւ ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ բարեփոխումների համատեքստում մարզային բժշկական կենտրոններն անցել են առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Ըստ Ավանեսյանի պետությունը, լինելով այս ընկերությունների հիմնադիր, նպատակ ունի ապահովելու որակյալ բժշկական ծառայությունների մատուցում կորպորատիվ կառավարման սկզբունքներին համահունչ։ Մեր ընդհանուր համակարգի գործունեությունը եւ ֆինանսավորման սկզբունքը այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք անկախ նրանից դա պետական բժշկական կենտրոն է, մասնավոր բժշկական կենտրոն է, մենք ունենք հստակ չափորոշիչներ ծառայության որակին վերաբերելի եւ փոխհատուցում ենք մեր գինը այնպես, որպիսի ուրեմն բժշկական կենտրոնները ունակ լինեն որակյալ ծառայություններ մատուցել եւ ապահովագրության շրջանակներում են։ Դրա համար մեր, ինչպես ասեցի, հավաքագրված տեղեկատվության եւ արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այս կենտրոնների կառավարման միասնականությանը։ Սա վերաբերում է նրան, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալները կառավարումը պետք է իրականացվի հնարավորինս խոշորացված ձևաչափով։ Նա նաև հավաստիացրեց, մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվելու կամ կրճատվելու։ Նպատակն է ունենալ արդյունավետ կառավարվող միասնական համակարգ, որտեղ նվազագույնի են հասցված վարչական ծախսերը եւ արվում են գործուն քայլեր բուժ սպասարկման որակի բարձրացման համար։ Շարունակում ենք թողարկումը։ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս, որոնք ոչ միայն կլուծեն հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև դրական կազդեն օդի աղտոտվածության խնդրի վրա։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել է նաև Երևանի դպրոցներում աշակերտների հեռախոսները արգելելու հարցը, ինչի առաջարկում հանրակրթության վարչությունը։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հեռախոսները կարգելվեն Երևանի դպրոցներում։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այդ հնարավոր սահմանափակումներին ծնողները մեծամասամբ կողմ են եղել եւ անգամ խրախուսել են գաղափարը։ 15 նոր աղբատարների ձեռքբերումը նույնպես շատ կարևոր գնում էր, որ մենք այս տարի իրականացրել ենք եւ մենք փաստացի ամեն տարի մեր պարկը որոշ չափով թարմացնում ենք եւ սա հերթական չափականակն է, որով որ համալրում ենք մեր աղբատար մեքենաների ամբողջական պարկը։ Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակումները կիրառել, ապահովելով իրավական հիմքերը։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է, խիստ սահմանափակումներ բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ։ Ծրագիրն առաջիկա օրերին կուղարկվի դպրոցներ։ Քաղաքապետը վստահություն հայտնեց,
որ այս սահմանափակումը դրական կազդի ուսումնական ամբողջ պրոցեսի վրա։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 15 հատ հովոմակնիշի աղբատար նոր մեքենաներին, որոնք արդեն Երևանում են։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի խոսքով այսօրվանից կմեկնարկի հանձնման ընդունման գործընթացը։ Որոշակիորեն կկարողանանք սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դասապրոցեսի ժամանակ եւ որ շատ կարեւոր է երեխաների ընդհանուր դասապրոցեսից շեղվելու բոլոր բացասական հնարավոր հետևանքները, որ ունի բջջային հեռախոսը դպրոցում, դրանցից խուսափելու համար։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման շրջանակներում էլ ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս։ Ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը մոտ 98 միլիարդ դրամ է։ Այն նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ։ 50 նոր էլեկտրաավտոբուսների գնումը 18 մետրանոց մեր շարժակազմի ռազմավարական ծրագրի մեր շարժակազմի ամբողջական եւ վերջնական համալրումն է փաստացի, այսինքն մենք դրանից հետո գրեթե ունենք միայն խնդիր թարմացման, որովհետեւ այս 250 18 մետրանոց ավտոբուսներն են, որ պակասում են, որոնք պետք է գան փոխարինելու նախկին մեր հիգերներին եւ ինչպես նաեւ այդ նոր Gazelle City մեր միկրոավտոբուսներին, որոնք որ բարբերաբար նաև տեխնիկական խնդիրներ են ունենում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց, այս գնումով ոչ միայն լուծվում է հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև որոշակիորեն լուծվում է օդի աղտոտվածության խնդիրը, քանի որ 250 էլեկտրական ավտոբուսները զրո ազդեցություն են ունենալու օդի որակի վրա։ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ ներկայացրել է քննիչ հանձնաժողովի հերթական հաշվետվությունը, պարզաբանելով, որ նախորդ նիստում նշված 40 մանկապարտեզների փոխարեն այժմ օտարված հաստատությունների թիվը գերազանցել է 100-ը։ Նա ընդգծել է, որ ուսումնասիրությունն այժմ ընդգրկում է նաև օտարված տարածքների հարակից հողամասերը, որտեղ կառուցվել են նոր շինություններ։ Գալջյանն անդրադարձել է նաև նախկին իշխանությունների ժամանակ պետական հաստատությունների տարածքների վարձակալության անթույլատրելի պայմանները։ Նախորդ տասնամյակներում մի շարք համայնքային գույքեր, հատկապես մանկապարտեզների տարածքներ օտարվել են, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքային եւ Երևանի համայնքին պատկանած մանկապարտեզների եւ դպրոցների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրելու նպատակով Երևանի ավականին ստեղծել էր քննող հանձնաժողով, որն էլ ամփոփել աշխատանքների մի մասը։ Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը քննող հանձնաժողովի երկրորդ նիստում ներկայացրել է նախորդ նիստից ի վեր կատարված աշխատանքների արդյունքները, նշելով, որ տեղեկությունների հավաքագրման գործընթացը շարունակվում է։ Այս պահին սպասում ենք տեղեկատվություններ կադաստրի կոմիտեից, մասնավորապես տվյալ տարիների կադաստրային եւ շուկայական արժեքների տեղեկատվության վերաբերյալ, որպեսզի կարողանանք համեմատել, թե ինչ գներով եւ ինչքանով օբյեկտիվ է օտարումները տեղի ունեցել եւ նաեւ արկա կատարված գործարքների վերաբերյալ կադաստրից նույնպես տեղեկատվություններ ենք սպասում եւ ակնկալում է, որ 2 շաբաթվա մեջ այդ տեղեկատվությունները կստանանք։ Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ նախորդ նիստում խոսվել էր 40 մանկապարտեզի օտարման մասին, սակայն այժմ ստացված տվյալների համաձայն փաստացի օտարվել է ավելի քան 100 մանկապարտեզ։ Սա ըստ Գալջյանի նշանակում է, որ հանձնաժողովի աշխատանքներն ավելի լայնածավալ են, քան սկզբում պատկերացնում էին։ Ինչ նշանակում է, որ մեր ծավալը աշխատանքների շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում էինք եւ 6 ամսվա շրջանակում, այսինքն արդեն շուրջ 3-4 ամիս մնացած աշխատանքների պետք է կարողանանք այդ ամբողջ ծավալը այդ ժամանակահատվածում ամփոփել։ Նա նաև ընդգծել է, որ մանրամասնորեն պետք է ուսումնասիրվեն ոչ միայն շենքերի, այլև դրանց հարակից հողամասերի օտարումները, քանի որ այդ տարածքները հիմնականում օգտագործվել են նոր շենքեր կառուցելու համար։ Մասնավորապես այստեղ ունենք օրինակ Աջափնյակ վարչական շրջանում օրինակ ունենք հետևյալ պատկերը, այստեղ ժամանակին օրինակ եղել է մանկապարտեզ բակ, այս հետևի շենքը մանկապարտեզի շենքն է, իսկ այստեղ հիմա արդեն կառուցված են արդեն բակային հատվածում առանձնատներ եւ այս պարսպով, երբ որ ժամանակին այստեղ մանկապարտեզի ցանկապատներ, հիմա ինչ որ մեկի առանձնատան պարիսպն է եւ այստեղ առանձնատներ են կառուցված, այսօր արդեն նույն փողոցի
շարունակությունն է էլի ասենք առանձնատների շարքագնում, այսինքն ինքը ամբողջովին բակը ծառայել է նոր սեփական եւ բավականին շքեղ երկհարկանի կամ երհարկանի տների նույնն է այստեղ Դավթաշենում ունենք մի օրինակ, տեսեք, մանկապարտեզի շենքն է, բայց կողքը բակային հատվածը արդեն առանձնատուն է կառուցված, այստեղ նաև այսպիսի ավելի գեղեցիկ պատկեր կա, սա քարտեզից վերցված լուսանկարներն է, բայց մենք նաև ունենք տեղում տեսանյութեր էլ ունենք եւ մի օրինակ էլ օրինակ այսպես նույնպես մանկապարտեզի բակն է, բայց այստեղ էլ ինչ որ շենքա կառուցված բակային հատվածում։ Գալջյանը նաև խոսել է նոր վարչական շրջանում ժամանակին գործող մանկապարտեզների շենքերի վարձակալության հանձնման պայմաններից, նշելով, որ նախկին իշխանությունների օրոք դրանք բավականին մատչելի գներով վարձակալել են որոշ կուսակցություններ։ Օրինակ հետաքրքիր է, որ կան օրինակ 2006-7 թվականներին կուսակցություններին տրված վարձակալությամբ մանկապարտեզի շենքեր եւ մասնավորապես այդ կուսակցությունների ցանկում է օրինաձերքիր կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ բավականին տարօրինակ գներով օրինակ վարձակալություններ ատրվել, օրինակ օրինաձերքիր կուսակցությանը տարեկան 30,000 դրամով տրվել է 30 քառակուսի մետր տարածք, որը որ ենթադրում է քառակուսի մետրը 1000 դրամ, իհարկե այս գինը պետք է հասկանալ ինչքանով է օբյեկտիվ, իմ կարծիքով բավականին մատչելի է, բայց անկախ գնից արդեն երևույթը, որ մանկապարտեզի տարածքը տրամադրվում է կուսակցությանը վարձակալությամբ, դա խնդրահարույց է, հատկապես որ ենթադրվում է օրինակ հանրապետական կուսակցության դեպքում տվողներն են եղել հանրապետական, վերցնողներն են եղել հանրապետական, այսինքն այստեղ կոնկրետորեն շահերի բախման լուրջ խնդիր է։ Խմբակցության ղեկավարը վստահեցրել է, բազմաթիվ դեպքեր կան, որոնք հասկանալի պատճառներով պետք է մանրամասն ուսումնասիրվեն, հատկապես իրավաբանական տեսանկյունից։ Ամերիկայի Հայօգնության միությունը պաշտոնապես բացել է իր հիմնովին վերակառուցված Camp Հանքավան համալիրը, որը նախատեսված է կրթական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային ծրագրերի համար։ Համալիրն ընդգրկում է բազմաթիվ ենթակառուցվածքներ, հյուրանոց, մարզադաշտեր, համերգների ու համաժողովների տարածքներ։ Ամերիկյան Հայօգնության միությունը Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ պաշտոնապես բացել է Հանքավանի իր նոր հիմնովին վերակառուցված բազմաֆունկցիոնալ համալիրը Camp Հանքավանը, որն արդեն պատրաստ է ընդունել լայնածավալ կրթական, սոցիալական, տնտեսական, առողջապահական եւ մշակութային ծրագրեր։ Այս տարածքը, որը նախկինում հայտնի էր որպես շողիկ ճամբար, այժմ ծառայում է որպես բոլորը մեկում համալիր, նախատեսված բազմազան միջոցառումների համար։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել համալիրի կառուցման համար եւ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել համալիրի կարողություններին։ Մենք ծանոթացանք բոլոր հնարավորություններին, դրանք բոլորը իմ կարծիքով ժամանակակից եւ զարգացող պետության ստանդարտների մասին են եւ ես ուզում եմ ուրախությամբ եւ հպարտությամբ ասել, որ մեր պետությունը եւ ԵՄԷ-ը զուգահեռ են շարժվում եւ այս նոր միջավայրը արդեն իսկ համապատասխանում է մեր զարգացող պետության ստանդարտներին եւ ես վստահ եմ ու համոզված եմ, որ համագործակցությունը դեռ երկար է շարունակվելու եւ տասնյակ հազարավոր երեխաներ, տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք որ ունեն այդ կրթության, առողջապահական ծառայությունների եւ տարբեր տեսակի աջակցությունների կարիքը, նրանք կստանան, նրանք դրա մասին եւ դա կստանան լուր դրա եւ առանց ավելորդ թմկահարումների եւ սա կարծում եմ շատ կարեւոր է եւ հատկապես նաեւ այդ դա է կառավարությունը կարևորում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ առանձնահատուկ ընդգծել է, որ համալիրի գործարկումը նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն է ընձեռում։ Պակաս կարևոր չեմ համարում համայնքային զարգացումը, որտեղ այս կենտրոնը նաեւ գտնվում է մեր համայնքներից մեկում, Ծաղկաձորում,
Եվ ես շատ ուրախ եմ, որ Ծաղկաձորը նաև որը խոշորացված համայնք է եւ իհարկե այս հատվածը կոչվում է Հանքավան եւ անունն էլ Քեմփ Հանքավան է, բայց Ծաղկաձոր համայնքը զարգանում է նաև դեպի այս ուղղությամբ, սա նաև համաչափ զարգացման մասին է, որ մենք չենք կենտրոնացնում ամեն ինչ միտեղ, հետո էլ փախնում այդ կենտրոնացված տեղերից այսպիսի գողտրիկ վայրեր։ Մի կարևոր հանգամանքն էլ աշխատատեղերն են, հարգելի գործընկերներ, որտեղ նման ծրագրերը նաև աշխատատեղեր են ստեղծում մեր քաղաքացիների համար, ովքեր ունենում են կայուն եկամուտ եւ ըստ էության մենք կանխարգելում ենք դրանով, որպեսզի նրանք վաղը կամ նրանց ընտանիքները կամ նրանց երեխաները կամ նրանց տարեցները հայտնվեն կյանքի դժվարին պայմաններում, որ մենք էլ ստիպված լինենք նրանց օգնել։ Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջայց կատարեցին նոր վերակառուցված տարածքում, ծանոթանալով համալիրի ենթակառուցվածքներին, որտեղ ներկայացված էին ԱՄՄԱ-ի կողմից իրականացվող ծրագրերը։ Դրանք ընդգրկում են կրթություն, սոցիալական աջակցություն, առողջապահություն եւ մշակույթ։ Կամփ Հանքավան համալիրը ներառում է հյուրանոց, համաժողովների, համերգների, զբոսաշրջային եւ կորպորատիվ միջոցառումների համար նախատեսված տարածք, նաեւ թենիսի կորտ, ֆուտբոլի դաշտ, բացօթյա ամֆիթատրոն եւ բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ։ Համալիրը զբաղեցնում է 60,000 քառակուսի կիլոմետր տարածք եւ նախատեսված է տարբեր խմբերի եւ համայնքների համար։ Անդրադառնանք այլ թեմաների։ Ավելի քան 2 շաբաթ է Հայաստանում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները եւ այս տարի նկատվում է առավել մեծ հետաքրքրություն, հատկապես խոցելի խմբերի, երեխաների, հղիների ու տարեցների շրջանում։ Առողջապահության նախարարության մասնագետների խոսքով պատվաստումները հասանելի են ամբողջ հանրապետությունում։ 2025 թվականին գրանցվել է բարձր պահանջարկ, մոտ 200,000 դեղաչափ պատվաստանյութ է հատկացվել։ Արդեն 2 շաբաթ է մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները եւ այս տարի, ինչպես նախորդ տարիներին, արկա է պատվաստվելու մեծ հետաքրքրություն, հատկապես խոցելի խմբերի շրջանում։ Այս մասին ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են ամբողջ հանրապետությունում եւ հասանելի են բոլոր առաջնային բուժհաստատություններում։ Պլանային կարգով խոցելի հատկապես առաջնորդություն տալով խոցելի խմբերի ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր անձանց, ովքեր ցանկանում են պատվաստվել գրիպի դեմ անկախ կցագրումից կամ քաղաքացիությունից, կարող են մոտենալ պոլիկլինիկա, բուժհաստատություն եւ պատվաստվել գրիպի դեմ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունոկանխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով սեզոնային պատվաստումների հիմնական նպատակը ռիսկի խմբերի 5 տարեկանից փոքր երեխաների, հղիների, տարեցների, առողջապահական ու սոցիալական կենտրոնների աշխատակիցների պաշտպանությունն է։ Սա թույլ է տալիս նվազեցնել գրիպի բարդացման ռիսկը։ Բաշխված պատվաստանյութերի մոտ 20%-ն արդեն իսկ ծախսվել է, սակայն այս գործընթացը շարունակական է եւ հետեւաբար յուրաքանչյուր անձ, ով դեռ մինչ օրս դեռ չի պատվաստվել, սա այն լուսավոր ժամանակահատվածն է, որ կարող է դիմել եւ պատվաստվել։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնը մեկնարկում է, սկսվում է տվյալ տարվա 40-րդ շաբաթից եւ այս սեզոնին հենց ընդառաջ պետք է պատվաստվել եւ առնվազն գրիպի այս 4 ենթատեսակներից պաշտպանված լինել։ Սվետլանա Գրիգորյանի խոսքով պատվաստումը ոչ միայն պաշտպանում է գրիպից, այլև նվազեցնում է ծանր հիվանդությունների, թոքաբորբի, սրտի կամ նյարդաբանական համակարգերի ախտահարումները, որոնք կարող են առաջանալ գրիպի հետևանքով, հատկապես այն անձանց մոտ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ եւ տարիքային առանձնահատկություններ։ Ըստ մասնագետի պատվաստումից զատ նաեւ կան այլ կարևոր կետեր, որոնք պետք է պահպանվեն։ Կարևոր է պահպանել բոլոր մյուս կանոնները, այն է հիվանդություն գրանցվելիս կամ վատ զգալուց չշփվել այլ անձանց հետ, մնալ տանը, դիմել բժշկի, ինքնաբուժմամբ չզբաղվել, ձեռքերի հաճախակի լվացում, այսինքն ձեռքերի հիգիենայի ապահովումը, փակ տարածքների հաճախակի օդափոխությունը, մասսայական միջոցառումներին, զանգվածային միջոցառումներին չմասնակցելը կօգնի հնարավորինս նվազեցնել վարակի տարածումը, ոչ միայն գրիպի, այլ նաև այլ սուր շնչառական վարակների առումով։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ սեզոնային պատվաստումների ակտիվությունն աստիճանաբար ավելանում է։ 2025 թվականին մոտ 200,000 դեղաչափ պատվաստանյութ է հատկացվել։ Այս տարի հոկտեմբերի 4-ին անցկացվել է Արենի գինու փառատոնը, որը արդեն դարձել է զբոսաշրջության կարևոր մաս Հայաստանի համար։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշել է, որ փառատոնը մեծապես նպաստում է տեղական տնտեսության եւ զբոսաշրջության զարգացմանը, ընդգրկելով գինեգործություն եւ էկոտուրիզմ։ Արենի գինու
գինու փառատոնը ոչ միայն Վայոց ձորի, այլև ամբողջ Հայաստանի զբոսաշրջության զարգացման նոր ուղղությունն է։ Այս մասին ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Նա նշել է, որ Զբոսաշրջության կոմիտեն այս տարի աջակցում է 15 փառատոնի իրականացմանը, այդ թվում Արենի գինու փառատոնին, որն արդեն իսկ հայտնի եւ սիրված տուրիստական իրադարձություն է, որը մեծ ազդեցություն ունի ինչպես տեղական տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման վրա։ Մենք կարծում ենք, որ իրադարձային զբոսաշրջությունը լավագույն ձևն է մարզերում, հատկապես ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման համար, իսկ Արենի գինու փառատոնը արդեն ունի իր հետագիծը, իր պատմությունը եւ սիրված փառատոներից մեկն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում։ Արենի փառատոն հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը նշել է, որ փառատոնը նպաստել է ոչ միայն Վայոց ձորի գինեգործության զարգացմանն, այլև էկոտուրիզմի ամրապնդմանը։ Երբ որ մեզ հարցնում են, թե ինչ նորություններ է լինելու, ես միշտ ասում եմ նորությունները նա են, որ կարող եք տարեց տարի գալ եւ գյուղը չճանաչել, որովհետեւ այնքան շինարարություններ են այնտեղ գնում, նոր հյուրանոցներ, նոր գինետներ են բացվում, դա են մեր համար ամենակարևոր նորությունները։ Ինչ չլինելու, ինչպես միշտ լինելու են ներկայացված տնական գինի արտադրողները եւ 9 համայնքները, որոնք խոշորացված Արենի համայնքն են ներկայացնում, եւ լինելու է առանձին մեկ հատված զոնա, որը ներկայացված է լինելու գինե արտադրողները, գործարանային գինի արտադրողները։ Արենի զարգացման հիմնադրամի տնօրեն Սյուզաննա Մարգարյանն էլ խոսել է համայնքում զբոսաշրջության զարգացման մասին։ Նա նշել է, որ տարիների ընթացքում համայնքը մեծ աշխատանքներ է տարել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, կառուցելով նոր հյուրանոցներ, բարելավելով ճանապարհները եւ ապահովելով նոր տեսարժան վայրեր։ Փառատոնն այս տարի կիրականացվի 18-րդ անգամ գինեգործության բնօրանում, միավորելով գինեգործներին, գինեսերներին եւ Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։ Միջոցառման նպատակն է զարգացնել համայնքում իրադարձային զբոսաշրջությունը, բարձրացնել գյուղի կենսամակարդակը, նպաստել համայնքի տնտեսական շրջանառությանը։ Այս տարիների ընթացքում համայնքում տեղի են ունեցել զգալի դրական փոփոխություններ։ Միջոցառման շնորհիվ զարգացել է գինու տուրիզմը, բացվել են նոր գինեգործարաններ, ավելացել են գաստրոբակեր։ Արենի համայնքում օրինակ այս տարի ավարտին է հասցվել արդեն մի ողջ Արենի բնակավայրում մի ողջ թաղամասի փողոցների սալիկապատման աշխատանքներ եւ կարծում եմ, որ մյուս տարիների համար ընդլայնվելու եւ քանի որ Արենի գինու փառատոնի մասշտաբներն են ընդլայնվում, ուրեմն այդ փողոցներն կարող են ծառայել նաև փառատոնի անցկացման համար։ Փառատոնի աշխարհագրությունը տարիների ընթացքում ընդլայնվել է, ներառելով գինեգործության եւ գաստրոնոմիայի հետ կապված բազմաթիվ նոր տարրեր։ Լուսինե Գևորգյանը եւս կարեւորել է ենթակառուցվածքների զարգացումը, ընդգծելով. Մենք նախատեսում ենք բարելավել եւ զարգացնել ենթակառուցվածքները, ինչպես համայնքի հետ համայնքային կարիքների, այնպես էլ ներդրողների համար, կառուցելով ճանապարհներ, հոսանքի, էլեկտրականության, կոյուղու, ջրի եւ այլ շատ կարեւոր ենթակառուցվածքների լուծումներ ենք տալու, որպեսզի համայնքը բնականon զարգանա։ Այս տարի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 4-ին, այն կմեկնարկի կեսօրին եւ կավարտվի երեկոյան ժամը 7-ին։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։